Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանը ցանկանում է վերականգնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ճանապարհային քարտեզով։ Կարևոր է, որ տեսնենք ԱՄՆ նոր վարչակազմի քայլերն այդ ուղղությամբ, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն Վրաստանի առաջին ալիքի եթերում։ Վարչապետը զարմանք է հայտնել, որ Վաշինգտոնի արձագանքը Թբիլիսիի հրապարակային հայտարարություններին ուշանում է։ Մենք համբերատար կսպասենք տեսնելու, թե ի վերջո ով կհաղթի խորքային պետությունը, թե Թրամփի վարչակազմը, ներառյալ այն, թե արդյոք նոր վարչակազմի ազդեցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության վրա ավելի ուժեղ կլինի, թե խորքային պետության ազդեցությունը կմնա ուժեղ։ Կոբախիձեն հավելել է, որ Թբիլիսին պատրաստ է մոռանալ նախկինում եղած բոլոր խնդիրները եւ քննարկել ցանկացած հարց, որը բխում է երկու երկրի շահերից։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաեւ Եվրամիության հետ հարաբերություններին, նշել մինչեւ 2030 թվականը Եվրամիությանը անդամակցելու հայտարարված նպատակը օրակարգում է։ Խոսելով միության ներքին խնդիրների մասին, Կոբախիձեն հույս է հայտնել, որ դրանք կհաղթահարվեն։ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպման չեղարկմանը։ Վրաստանի վարչապետի խոսքով Թբիլիսին չի ցանկացել հրաժարվել բանակցություններից եւ որևէ բացասական բան ասել Ֆինլանդիայի արտգործնախարարի հասցեին, բայց նրա գործողություններն իրենց այլ ելք չեն թողել։ Երբ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն ուղղակիորեն աջակցում եւ խրախուսում է բռնությանը հակված մարդկանց, դուք ինքներդ կարող եք դատել, թե դա ինչ է նշանակում։ Մենք չենք ձգտում առճակատման, բայց նման բաները տեղի են ունենում պարբերաբար։ Կոբախիձեի խոսքով Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը հանձնարարություն է ստացել աջակցելու Վրաստանում հեղափոխական գործընթացին, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդման պատճառը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված հանրահավաքին Վալտոնենի մասնակցությունն ու արած հայտարարություններն են։ Այդ առիթով Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը, մտահոգություն հայտնել փողոցային ակցիային Վալտոնենի մասնակցության կապակցությամբ։ Նախարար Վալտոնենի հրապարակային հայտարարությունը, որը չի արտացոլում իրականությունը, միջազգային հանրությանը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոլորության մեջ գցելու գիտակցված փորձ է, նշել են գերատեսչությունից։ Էլինա Վալտոնենն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի հետ նախատեսված հանդիպումը չեղարկվել է ոչ թե Թբիլիսիի, այլ Հելսինկիի նախաձեռնությամբ, այցի ժամանակացույցի արտակարգ փոփոխության պատճառով։ Նրա խոսքով վրացական կողմն այդ մասին տեղեկացվել է նախապես։ Ավելի ուշ Ֆինլանդիայի արտգործնախարարը X-ի իր էջում գրել է Վրաստանի ապագան պետք է որոշի միայն վրաց ժողովուրդը, ինչը վերաբերում է ԵԱՀԿ յուրաքանչյուր մասնակից պետության։ Վալտոնենը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է Ֆինլանդիա հանդիպելու ազատ մամուլի հետ եւ դիտարկելու ցանկացած ակցիա։ ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ բարձր է գնահատել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը եւ աջակցություն հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է առանձին անձանց համար կուսակցական գործունեությունն արգելող օրինագիծը։ Փոփոխությունների փաթեթը վրացական երազանքը խորհրդարանի լիագումար նիստին ներկայացրել է արագացված կարգով։ Ավելի վաղ օրինագիծը քննարկվել էր իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում։ Այն նախատեսում է Վրաստանի սահմանադրության սկզբունքները խախտող անձանց կուսակցությունների անդամ լինելու եւ նոր միավորումներ ստեղծելու արգելք, ինչպես նաեւ առաջադրվելու եւ բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահմանափակում։ Կուսակցությունների համար էլ պատասխանատվության սահմանում իր անդամների կողմից այդ կանոնները խախտելու համար։ Օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո վրացական երազանքը նախատեսում է դիմել սահմանադրական դատարան, ինչպես կուսակցությունների արգելման, այնպես էլ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ նշված իրավունքների սահմանափակման պահանջով։ Վրաստանի վարչապետն էլ չի բացառել երկրում մինչև 10 ընդդիմադիր կուսակցությունների գործունեության արգելքը սահմանադրական դատարան ներկայացված հայցի հիման վրա։
Թուրքիան հավատարիմ կմնա Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի դրույթներին եւ կշարունակի ակտիվ աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին։ Հայտարարել է Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները, Եգիպտոսը եւ Կատարը նման դիրքորոշում կունենան։ Էրդողանի խոսքով Թուրքիայից մարդասիրական օգնություն տեղափոխող մոտ 350 բեռնատար արդեն մտել է Գազա, եւս 400-ը սպասում են մուտքի թույլտվության։ Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաեւ Սիրիայում իրավիճակին, նշել թուրք-սիրիական հարաբերություններն ընդլայնվում են, իսկ Սիրիայում կայունության ամրապնդումը կնպաստի երկրում իրավիճակի հետագա բարելավմանը։ Էրդողանի խոսքով Անկարան միջազգային ասպարեզում անփոխարինելի դերակատար է եւ այդ դերակատարությունը անշեղորեն աճում է խաղաղության ու երկխոսության օգտին դիրքորոշման շնորհիվ։ Էրդողանը նաեւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս Աքքույու ատոմակայանը կսկսի էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Նա հիշեցրել է, որ Անկարան բանակցություններ է վարում նաեւ նոր ատոմակայանների կառուցման նախագծերի շուրջ։ Մոսկվայում տեղի է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալպարսլան Բայրակթարի հանդիպումը Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Քննարկվել է Աքքույու ատոմակայանի նախագծի ներկա վիճակը։ Նշվել է, որ կողմերը միջուկային էներգիան դիտարկում են ոչ միայն որպես էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուր, այլև որպես էներգամատակարարման հուսալիության, ներքին արտադրության եւ բարձր տեխնոլոգիական զարգացման շարժիչ ուժ։ Բայրակթարին միջուկային էներգիայի ոլորտում միջազգային համագործակցության համար գերազանցության շքանշան է հանձնվել։ Բայրակթարը հանդիպում է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալ-Սաուդի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում Դաշինքի երկրների պաշտպանության նախարարների նիստի շրջանակում։ Թուրք նախարարը հանդիպել է նաև բրիտանացի գործընկեր Ջոն Հիլիի հետ եռակողմ բանակցություններ վարել Ռումինիայի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև մասնակցել Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստին։ Գյուլերն ընդգծել է թուրքական զինված ուժերի պատրաստակամությունը մասնակցելու Գազայում հնարավոր բազմազգառաքելությանը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժերում ամենամեծ ներդրումն ունեցող երկրների հնգյակում է։ Մենք ընդգծեցինք Թուրքիայի զինված ուժերը ժամանակակից համակարգերով զինելու ջանքերը, պաշտպանական ծախսերը հնայի 5%-ին հասցնելու վճռականությունը, ինչպես նաև մեր գոհունակությունը Գազայում ձեռք բերված հրադադարից։ Հույս ունենք, որ այն երկու պետության սկզբունքի հիման վրա արդար լուծման սկիզբ կդառնա։ Նաև հաստատել ենք մեր մասնակցությունը Եվրամիության պաշտպանական նախաձեռնություններին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ելույթ է ունեցել Ուգանդայում չմիավորման շարժման անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստում։ Նա ընդգծել է զարգացող պետությունների համերաշխության եւ միասնության ամրապնդման անհրաժեշտությունը հակազդելու միակողմանի գործողություններից բխող աճող սպառնալիքներին եւ առանձին տերությունների գերիշխանության ձգտմանը։ Իրանի դիվանագիտության ղեկավարը դատապարտել է եվրոպական 3 երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի գործողությունները, որոնք իր խոսքով չարաշահել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում վեճերի կարգավորման մեխանիզմը, վերականգնելով Իրանի դեմ պատժամիջոցները։ Արաղչին ընդգծել է, որ այդ քայլն անօրինական է եւ չի կարող իրավական հետևանքներ ունենալ, ինչը հաստատել են նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի շարք անդամներ, այդ թվում Ռուսաստանը եւ Չինաստանը։ Իրանի նախագահի տեղակալ եւ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Թեհրանի համագործակցության հիմքը երկրի խորհրդարանի ընդունած նոր օրենքն է։ Պատասխանելով Սնեփբեք մեխանիզմի ակտիվացումից հետո Իրանում գործակալության տեսուչների ներկայության մասին հարցին, Էսլամին նշել է ՄԱԿ-ի գործակալությունը չի կատարել Իրանի նկատմամբ իր իրավական պարտավորությունները։ Նա ընդգծել է, որ Թեհրանը ԱՄԳ-ից պահանջել է դատապարտել հարձակումներն իրանական միջուկային օբյեկտների վրա, սակայն կառույցը դա չի արել, ինչպես նաև չի երաշխավորել Իրանի ատոմային արդյունաբերության հետ կապված գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը։ Մեկնաբանելով Ռուսաստանի հետ համագործակցությունը, Էսլամին հիշեցրել է, որ երկու երկրի միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է 8 խոշոր ատոմակայանների կառուցում, որոնցից 4-ը նախատեսված են Բուշերում։ Եվս 4 կայանների տեղակայման վայր է ընտրվել Հորմոզգան նահանգի արևելյան շրջանը։ Նա հավելել է, որ կողմերն աշխատում են նաև փոքր ծավալ ունեցող ատոմային ռեակտորների կառուցման ուղղությամբ։
Դոնալդ Թրամփի վկայությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պայմաններ են ստեղծում խաղաղության օրակարգի առաջ մղման համար։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը, նշել, որ Թրամփի ուղի նախագծի կյանքի կոչումը օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար։ Վալտոնենը շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, ընդգծել դրանց կարևորությունը ԵԱՀԿ տարածքում խաղաղության եւ կայունության վերականգնման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության համար։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների գործունեությունը կդադարեցվի մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ։ Հայտարարության համաձայն Վալտոնենը բարձր է գնահատել խաղաղության եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների գործունեության դադարեցման մասին որոշումն արտացոլում է այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման նրանց ձգտումներում։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տևական խաղաղությանն ու կայունությանը։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ժամանակացույցի անսպասելի փոփոխություններով պայմանավորված Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է օրեր առաջ Տաջիկստանում Պուտին-Ալիև հանդիպմանը։ Մարիա Զախարովան վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը բացահայտելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի դաշինքի ամբողջ ներուժը։ Նաև մտադիր են քննարկել Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների հարցը։ Վերջերս Սպուտնիկ Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը դրական քայլ էր։ Զախարովայի խոսքով հետաքրքրված են Ադրբեջանի հետ սերտ գործակցությամբ նաև տարածաշրջանային ձևաչափերում, ԱՊՀ-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում 3 գումարած 3 հարթակում։ Դիվանագետը հավելել է, որ Մոսկվան տեսնում է Բաքու-ԵԱՏՄ երկխոսության ամրապնդումը։ Ադրբեջանը եւ Մեծ Բրիտանիան բանակցում են ռազմավարական ներդրումների փոխադարձ ընդլայնման շուրջ, հայտարարել է Ադրբեջանում թագավորության դեսպան Ֆերգուս Օլդը։ Նրա խոսքով Լոնդոնը շահագրգռված է աջակցելու Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Մեծ Բրիտանիայի համար առաջնային ոլորտներն են կանաչ էներգիան, հաղորդակցությունն ու ենթակառուցվածքները, ինչպես նաեւ անվտանգությունը, կրթությունը եւ առողջապահությունը։ Բրիտանական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանում այդ ոլորտներում առկա հնարավորությունների ուսումնասիրության նկատմամբ, ասել է Օլդը։ Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանության եւ ազգային անվտանգության բյուջեի ծախսերը կրճատել մինչև 4 միլիարդ 700 միլիոն դոլար։ Երկրի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջեի նախագծի համաձայն այս ուղղությամբ ծախսերը 2026 թվականին կկազմեն 5 միլիարդ 100 միլիոն դոլար։ Այսպիսով Ադրբեջանի իշխանությունները 2026-ից 2029 թվականների ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կկրճատեն 8.6%-ով։ Այս տարվա համար Ադրբեջանի պետական բյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության վրա նախատեսված է ծախսել 4 միլիարդ 900 միլիոն դոլար։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։